Կիևի ամենաերկար պլանավորված գործողությունը։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին երկրի անվտանգության ծառայության կողմից Ռուսաստանի ռազմական օդանավակայաններում ավելի քան 40 ռազմավարական ինքնաթիռի ոչնչացման գործողությունը որակել է փայլուն արդյունք, որը կմնա պատմության գրքերում։ Ուկրաինայի անվտանգության ծառայության տվյալով գործողության հետևանքով ռուսական ռազմավարական ավիացիային հասցվել է մոտ 7 միլիարդ ԱՄՆ դոլարի վնաս։ Գործողության ընթացքում խոցվել է ռուսական թևավոր հրթիռները տեղափոխող ավիացիոն միջոցների մոտ 34%-ը։ Ըստ ուկրաինական կողմի իրականացված գործողությունը կրել է Սարդոստային անվանումը, այն մշակվել է շուրջ 1.5 տարի։ Ուկրաինական կողմին հաջողվել է անօդաչու թռչող սարքերը բեռնատարներին թաքցրած տեղափոխել Ռուսաստան, խորը թիկունքում գտնվող ավիաբազաների մոտ։ Այնուհետև դրանք հեռավար գործի են դրվել, թիրախավորելով ռուսական ավիացիան։ Նշվում է, որ հիմնականում խոցվել են A-50, Tu-95, Tu-22 M3 ինքնաթիռներ։ Հիանալի գործողություն է իրականացվել հակառակորդի տարածքում, միայն ռազմական թիրախների դեմ, տեխնիկայի դեմ, որն օգտագործվել է Ուկրաինային հարվածներ հասցնելու համար։ Ռուսաստանը շատ շոշափելի կորուստներ է ունեցել։ Պլանավորման սկզբից մինչև արդյունավետ իրականացում տևել է 1 տարի 6 ամիս եւ 9 օր։ Սա մեր ամենաերկար պլանավորված գործողությունն է։ Մեր մարդիկ, ովքեր նախապատրաստել էին գործողությունը, ժամանակին դուրս են բերվել Ռուսաստանի տարածքից։ Գործողության ընթացքում ընդհանուր առմամբ օգտագործվել է 117 անօդաչու թռչող սարք, իսկ Ռուսաստանի տարածքում գործողության գրասենյակը տեղակայված է մարզերից մեկում Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության շտաբի կողքին։ Ռուսական իշխանությունները դեռ չեն մեկնաբանել պատճառված վնասը, սակայն հաստատել են անօդաչու սարքերի հարվածները մի քանի մարզի վրա, որտեղ տեղակայված են ռազմական օդանավակայաններ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, նշել, որ Կիևը անօդաչու թռչող սարքերի միջոցով ահաբեկչություն է իրականացրել Մուրմանսկի, Իրկուտսկի, Իվանովոյի, Ռյազանի եւ Ամուրի շրջանների օդանավակայանների ուղղությամբ։ Իր երեկոյան ելույթում Զելենսկին նաև անդրադարձել է այսօր Ստամբուլում նախատեսված ռուս-ուկրաինական բանակցություններին։ Նա հայտնել է, որ ոչ ուկրաինական, ոչ թուրքական եւ ոչ էլ ամերիկյան կողմը Մոսկվայից չի ստացել հուշագիրը։ Զելենսկին սակայն նշել է, որ Կիևը պատրաստակամ է շարունակել բանակցային գործընթացը։ Ռուսական եւ ուկրաինական պատվիրակություններն արդեն Ստամբուլում են։ Մայիսի 16-ին տեղի ունեցած ռուս-ուկրաինական բանակցությունների առաջին փուլի արդյունքներով կողմերն իրականացրել են ռազմագերիների փոխանակում 1000-ի դիմաց, բուն կարգավորման մասով դեռ առաջընթաց չկա։ Հանդիպմանն ընդառաջ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունների կարևորությունը եւս մեկ անգամ ընդգծել են Վաշինգտոնից։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Զրույցի ընթացքում պետքարտուղարը կրկնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոչը շարունակել Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունները տևական խաղաղության հասնելու համար։ Զրույցի մասին հայտարարություն է տարածել նաև Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը, նշելով, որ քննարկվել է Ուկրաինայի շուրջ ճգնաժամը։ Լավրովն ու Ռուբիոն մտքեր են փոխանակել նաև ուկրաինական ճգնաժամի քաղաքական կարգավորմանն առնչվող տարբեր նախաձեռնությունների, այդ թվում հունիսի 2-ին Ստամբուլում ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների շուրջ։ Reuters-ի տվյալով Ստամբուլում ուկրաինական պատվիրակությունը մտադիր է ռուսաստանյան կողմին ներկայացնել կայուն խաղաղ կարգավորման հասնելու ճանապարհային քարտեզը։ Այն նախատեսում է առնվազն 30 օր տևողությամբ կրակի լիակատար դադարեցում, որին կհաջորդի յուրաքանչյուր կողմում պահվող բոլոր գերիների եւ Ռուսաստանի կողմից վերահսկվող տարածք տարված ուկրաինացի երեխաների վերադարձը։ Այնուհետև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպում։ Ռուս-ուկրաինական բանակցությունների լուսաբանման համար Ստամբուլ է ժամանել ավելի քան 200 լրագրող աշխարհի տարբեր երկրներից։ Մերի Ներսիսյան, լուրեր։